Մանկական վիրաբուժության պետպատվերի գները վերանայվել են, մինչև 18 տարեկան բնակչությանը անվճար մատուցված վիրաբուժական ծառայությունների դիմաց պետությունը բուժհաստատություններին հիմա ավելի շատ գումար է փոխհատուցում։ Պետական առողջապահական գործակալության պետը վստահեցնում է, դա համարժեք է իրական շուկայական արժեքին։ Ոչ թե զուտ բարձրացվել են գները, այլ հաշվարկներ է իրականացվել մանրամասն թե դեղորայքի, թե բժշկական նշանակության ապրանքների, թե բուժման ընթացքում կիրառվող ախտորոշիչ միջոցների, ինչ միջոցներ են կիրառվում եւ այդ բոլոր ծախսերը ամբողջությամբ համապատասխանացվել են իրական ծախսերի հետ, որոնք որ կատարվում է եւ դրանց հիման վրա հաշվարկվել են նոր ծառայությունների գներ։ Նախկինում տարբերակված մոտեցում չկար, փոխհատուցումն իրականացվում էր միջինացված գնով, առանց հաշվի առնելու վիրահատության բարդությունն ու դրա համար ծախսվող ժամանակը, բուժանձնակազմի որակական հատկանիշները, ինչ հետազոտական միջոցառումներ ու դեղորայք է պահանջվում եւ այլն։ Ղարազյանի դիտարկմամբ դրա հետևանքով բարդ վիրահատությունների մոտիվացիան նվազում էր։ Եվ դա էր պատճառը նաեւ, որ մենք տարիների ընթացքում նկատում էինք մանկական վիրաբուժության ծառայության իրականացման եւ ընդհանրապես այդ մասնագիտության նկատմամբ գրավչության անկում։ Մեր բժիշկները ուղղակի չէին ուզում դառնալ մանկական վիրաբույժ։ Նախկինում օրինակ բոլոր տեսակի ուրոլոգիական վիրահատությունների դիմաց պետությունը բուժհաստատություններին վճարել է 1 գին 188,000 դրամ։ Կույրաղիքի վիրահատության փոխհատուցվող արժեքն էլ այդքան է եղել։ Հիմա մենք ունենք տարբերակված նաև ծառայություններ, օրինակ ապենդեկտոմիա բաց եղանակով, ապենդեկտոմիա լապարասկոպիկ եղանակով, սուր ինֆիլտրատիվ ապենդիցիտ կոնսերվատիվ բուժում, միջամտություններ ապենդիկուլյար պերիտոնիտի կապակցությամբ, այսինքն նաև տարբերակում ենք մտցրել, կախված իր բարդությունից, տեղակայումից եւ այլն, ու դրանց գներն էլ 294,000 արդեն 347,000, մոտավորապես 300,000 Յուրաքանչյուր վիրաբուժական ծառայության դիմաց բուժհաստատությանը վճարվող գումարի 30-ից 40%-ը բժիշկների վարձատրության մասնաբաժինն է, 25%-ի փոխարեն։ Բուժհաստատություններին վիրաբուժական ծառայությունների դիմաց փոխհատուցվող ընդհանուր ամսական գումարն ավելացել է 20-25%-ով, եթե նախկինում կազմում էր 1 միլիարդ դրամ, հիմա ավելի է 200-250 միլիոնով։ Առողջապահությունն էլ է ենթարկվում տնտեսագիտության բոլոր կանոններին, ասում է Արաբկիր բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը, ողջունելով մանկական վիրաբուժության ոլորտում վերանայված գնային քաղաքականությունը։ Իդեպ կատարված փոփոխությունները նախարարությունը նախ քննարկել է բուժհաստատությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերի հետ, որի կազմում եղել է նաեւ Արա Բաբլոյանը։ Պետք է ասել, որ այո, առողջապահության նախարարությունը ճիշտ գնահատեց այն ժամանակահատվածը, որ այո, արդեն հասունացել է հարցը, որ պետք է վերանայվեն գներ։ Բաբլոյանն ընդգծում է, սրանից առաջ էլ գները վերանայվել էին մանկաբուժության մի շարք ուղղություններով նույնպես՝ օրթոպեդիա, դիմացնոտային, ուրոլոգիա, քիթ-կոկորտ, նորածնային վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիա։ Շուտով դա կվերաբերի նաեւ մինչեւ 18 տարեկանների վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի ծառայություններին։ Բժշկական գիտությունների դոկտորը հիշում է, մանկաբուժության ոլորտում այժմ արդեն վերանայված գները գործում էին առնվազն 10 տարի։ Համոմիտ է, որ ծառայությունների դիմաց անհամարժեք փոխհատուցումը վաղ թե ուշ պետք է հանգեցներ որակի անկման։ Հիվանդանոցները ոչ միայն իրականացնում են ընթացիկ ծախսերի, այսպես ասած, հատուցում, այլ իրենք կուտակում են եւ գումարներ, որպեսզի զարգացման ծրագրերի մեջ օգտագործեն։ Այսինքն, եթե ուշացնում ես գների փոփոխությունը, տուժում ես զարգացման ծրագրերը։ Քանի որ օրենսդրությունը չի թույլ տալիս, որ դու հավելյալ գումար վերցնես, նշանակում է դու հետ ես մնում զարգացման առումով, այսինքն դու կարող ես ավելի նոր, ավելի մոդեռն, ավելի լավ սարք բերեիր, բայց դու չես կարողանում, որովհետև գինը չի համապատասխանում։ Բուժաշխատողների համար նրա այսօր աշխարհը շատ ավելի բաց ու գրավիչ է, եւ նրանց չկորցնելու համար կարեւոր է մրցակցային վարձատրությունը։ Մենք այդ process-ը լավ գիտենք։ Եվ եթե պետությունը չկարողանա պատշաճ գնահատի իր աշխատողին, ինքը կկորցնի լավագույն իր աշխատողներին։ Դրա համար, տեսեք, ինքը շատ բազմակողմանի այս process-ը։ Եթե չլիներ փոփոխություններ, մենք այո կունենայինք կադրային կորուստներ։
Մանկաբուժական ծառայությունները, հիշեցնենք, մինչև 18 տարեկանների համար պետական պատվերով է 2019 թվականից, բայց անվճար բուժօգնություն ստանալու համար կարևոր է բուժհաստատություն դիմել սահմանված կարգով, առաջնային օղակի ցուցումով ու ուղեգրով։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։